Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր եւս 106 եւ կես գործարար հաղորդման տաղավարում ենք եւ ես Կարեն Մարկյանս, Մարկյան բիզնես գրուպի հիմնադիր տնօրեն, այսօր մեզ հյուրընկալել է կենտրոն վարչական շրջանի ղեկավարը Պետոյան Պետրոսը, բարև ձեզ։ Բարև Կարեն ջան։ Այսօր դուքով կարանք խոսանք, թե դույով։ Արի դույով խոսանք, քանի որ մենք 20 տարի իրար ճանաչում ենք, իդեպ հետաքրքիր հարց եմ ուզում տամ։ Մենք 20 տարի իրար ճանաչում ենք եւ համագործակցել ենք, այն ժամանակ դու AMR ընկերության հիմնադիր տնօրենն ես, որը զբաղվում է շուկայի ուսումնասիրություններով եւ մենք համագործակցել ենք մեր ընկերությունով։ Ինչքան է քո այդ մասնագիտական փորձը այսօր օգնում քո տվյալ պահին ստանձնած պաշտոնում գործնեությունը։ Կարեն ջան, ճիշտ ես, 20-ը կարող է մի քիչ շատ տենց հայկական չափազանցածին։ Այո, AMR-ի ընկերության հիմնադիր տնօրենն էի, հիմա միայն հիմնադիրն եմ։ Այս պահին քո հարցի հետ կապված կարող եմ ասել, որ հասկանալով քաղաքացիներին ու մարդկանց այդ քաղաքացին մի քիչ շատ պաֆոսնի է հնչում ու այդպես բան չինովնիկական, բայց մարդկանց կարիքները ու մարդկանց ցանկությունները Երևանցիներն ասենք։ Երևանցիները, դե լավ, դե դեպքում ուրեմն կենտրոնցիների այս պահին ասենք, քանի որ ես կենտրոն վարչական շրջանի ղեկավարն եմ, մարդկանց ցանկությունները, կարիքները անընդհատ ուսումնասիրելով, առնչվելով, իհարկե դա շատ է օգնում այսօրվա ու մենք նաև նմանատիպ, այսինքն տեխնիկաներ ենք կիրառում, օրինակ որ հատվածում կամ որ մասում կենտրոնի խաղահրապարակ սարքել կամ ամենակարևորը շատ դեպքերում կենտրոնը շատ խնդրահարույց է այն առումով, որ դու գնում ես այնտեղ բարեկարգելու, բայց մարդիկ շատ հստակ պահանջներ տեղեր կա, որ ընդհանրապես չեն ուզում որևէ բարեկարգում, ասեն ոնց կա, թող սենց մնա։ Բայց ընդհանուր լեզու գտնում եք թե ոչ։ Դե առաջ չէինք գտնում, հիմա արդեն իհարկե գտնում ենք ինչ որ այելի այդ տեխնիկաները։ Շատ դեպքերում միշտ դեմ են ամեն ինչին։ Այդ տեխնիկաները իհարկե օգտագործելով գալիս ենք մարդկանց կարծիքը հարցնելով, որ օրինակ մեր նախագծողը, չգիտեմ, գծել է, որ այդտեղ պետք է միայն դաշտ լինի, բարձրում այդտեղ շատ կան փոքր տարիքի երեխաներ, իրանց համար նաև ինչ որ խաղահրապարակ է պետք, տատի պապիներ ինչ որ նստելու տեղ, այսինքն պարտադիր, եթե դա շատ չի էլ օգտագործվում այս պահին մեր process-ներում, կարծում եմ միանշանակ պետք է դա ինտեգրել, այսինքն պետք է ինտեգրել մարդկանց կարիքները հաշվի առնել, ինչ որ բարեկարգումներ իրականացնելուց, էլի, որովհետև օրինակ հիմա եթե մի քիչ առաջ անցնեմ այս բոլոր Այսինքն կներես, չանենք անելու համար, այսինքն անենք, որպեսզի դրա պահանջը կա։ Այո։ Իսկ միած sense հարց տամ, էլի, օրինակ, երբ որ ինչ-որ մի բան կառուցում եք կամ, չգիտեմ, փողոց եք փոխում, միակողմանի կամ քանդում եք նաև, մենք, օրինակ, ռեստորատորներս երբևիցե չենք տեղեկանում դրա մասին ու կարա դա ինչ-որ process, քանդման, կառուցման, չգիտեմ, ինչ-որ process, որ քաղաքապետարանը անում է, ազդի, էապես ազդություն ունենա ռեստորանի շրջանառության վրա։ Օրինակ ես ուսումնասիրել եմ այլ երկրներում կան տենց ինչ որ բաներ, որ կարող է հասնել նաև փոխհատուցման։ Օրինակ Հայաստանում, Երևանում նմանատիպ փորձ կա կամ պլանավորվում է նմանատիպ։ Շատ լավ հարց է, միանշանակ պլանավորվում է։ Հիմա մենք այս օրինակ խաղահրապարակները, որ անում ենք Կեռոնի հետ ու մի մասը Կեռոնի հետ, մի մասը Կեռոն Արմբրոկ ու տենց տարբեր պարտներներ ունեն, մենք օրինակ այնտեղ տենց շատ հստակ մոդել ունենք ծանուցման, նախապես պաստառների փակցման, մարդկանց իրազեկման, մենք էլ ենք հիմա օրինակ փորձում այդ ձևաչափը կիրառել, բայց միանշանակ այդտեղ կա բաց այդ իրազեկման ու դա, այսինքն մենք ինչ որ սոցիալական ցանցերով, ինչ որ ալիքներով փորձում ենք դա տարածել կամ իրազեկել, բայց պարզա, որ օրինակ նույն
ռեստորատորը պարտադիր չի էլի որ կենտրոն վարչական շրջանի էջը հետևի ու իմանա որ այդտեղ այսինքն այդտեղ ռեստորատորների ասոցիացիայի օրինակ եմ բերում ինքը հստակ այդ կտորը պետքա շատ ավելի այսինքն պարտադիր էլ չի որ այդտեղ նայ մենակ բան լինի ռեստորանը լինի որ ցանկացած շինարարական աշխատանք անելուց առաջ պետքա իրազեկվեն կարա դա լինի, չգիտեմ, տարական, եթե շենքի այս ոնց որ sense բան եմ անում, բարձրացնում, հետո ես կլսեմ, այս միտքը կվերցնեմ իրականում, արդեն սկսենք brainstorm անել, օրինակ կարելի է այդ շենքերի, այդ բակերի բարեկարգման նախագծերի դեպքում փակցնել մուտքերի դռների վրա եւ նախագծի, ինչ որ վիզուալ եւ պլյուս այդ չնայած անում ենք Ունենք բակերում անում ենք դրա համար են հետո այդ ֆիդբեքերը գալիս։ Նույնը կարելի է անել օրինակ հիմա բաների, ռեստորանների կամ այդ հիմնական կենտրոնական փողոցների բարեկարգման համար, որ օրինակ հետո տարատեսակ խոսակցություններ էլ չլինեն, որտեղ այս վերջերս մենք նույն այդ Ագաթան Գեղոս Տիգրան մեծը բարեկարգեցինք, սենց ասեմ, երևի այդ ծավալի ու չափի գործ վաղուց չէր արվել, բայց այդ պրոյեկտը օրինակ շատ արագ արվեց, բայց էլի այդ իրազեկման ու մեր տարատեսակ ըմբռնումից ելնելով, ասենք մեզ ինչ որ զանգեր էր գալ, բայց ճիշտ է որ մի 20 ամիս տևելու է այս շինարարությունը, բամբա մեր բիզնեսները, բան, տենց ասում ենք, չէ, իսկ կարելի է տենց իրականում մեծ ազդեցություն բոլորին ծանուցել, որ այսօրից այսօրը սկսելու է այս շինարարությունը, հայցում ենք ձեր ներողամտությունը, շնորհակալություն, դա հաշվի կառնենք։ Այսինքն երբեմն որ զգացվում է, որ ռեստորանները եւ քաղաքապետարանները իրար չեն լսում, ունես տպավորությունն է, որոնք որ տարբեր հարթություններում են ու իրար հետ sense ընդհանուր փոխկապակցվածություն չկա, քո պատմելով հասկացա, որ ավելի շատ ինֆորմացիայի ինչն է էլի խնդիրը Ինչն է խնդիրը, որ չենք իրազեկում, ոչ թե որ չենք իրազեկում, իրականում մեկ-մեկ երևում է, որ ասենք ռեստորան ու քաղաքապետարան իրար հետ չեն համագործակցում շատ հարցերում, որ ասենք օրենքներ եք ընդունում, օրինակ քաղաքապետարանը օրենքներ է ընդունում, որը որ չի հաշվի առնում օրինակ ռեստորանի կարծիքը կամ նենց բանա, որը որ այս վերջերս պարզ ասեմ նույն այդ հարցը բարձրացել ենք իհարկե ասոցիացիա, բայց նույն զոնտիկների, այսինքն թեման, որը որ պետքա փոխարինի պերգոլաներին, բայց քանի որ մեր մոտ Երևանը ահա որ քամոտ միջավայր է եւ մի քանի վիդեոներ ենք ուղարկել, որ ոնց է նույն զոնտիկը քամին տանում ու մարդկանց վնասում։ Ես այդ ոնց անենք, որ համատեղ լինի ու նաև ընդունվի, հասկանում եմ շատ բաներում միգուցե կարող դուք որոշում եք կայացնում, տենց անում եք։ Շատ հարցեր կա իրական։ Ես կարա այդ հարցից ինձ թվում է կարելի է հեշտ պատասխանել, կարծում եմ կա այդ ռեստորատորների միությունը, որի հետ շատ ակտիվ կապի է քաղաքապետարանը, մի քանի արդեն քննարկումներ եղել են, ձեզ լսել են հաշվի են առնվել չէ։ Ես էլ ասեմ հակառակ կողմից, նայ հիմա օրինակ դու ասում ես 2-3 դեպք, որտեղ միգուցե շատ անորակ ես քեզ հակադարձեմ, շատ անորակ անձրևանոցա դրվել ու դրա պատճառով քաղաքացին կամ դուք վնաս եք կրել, բայց ես էլ քեզ բերեմ հազարավոր օրինակներ այդ պերգոլաների, որոնք որ մայթը զավթում են, տենց կոչենք իրանց, որովհետև իրանք օրինակ այս մի սեզոնի համար այդ թույլտվությունը ստանում են, մենք երևի լավ ենք հասկանում, մենք խոսում ենք օրինակ Բորդյուրից եկող պերգոլան, օրինակ այն ինչ որ մարկիզայա, որը շենքին կպած է ու բացվում, փակվում է, մենք ոնց որ դրա հետ խնդիր չունենք։ Մենք խոսում ենք նրա մասին, որ օրինակ մայթը դառնում է թունել մենք շատ հաճախ տեսնում ենք տենց բաներ, որ եւ այս կողմից է փակված, եւ այս կողմից տենց լրիվ փակված, մեջն էլ մի հատ կալյաննի է, այդ ծուխը տենց դու շնչելով մի 10 մետր գնում ես ու գալիս ես։ Վերջի կտորն էլ նաեւ եւ դա էսթետիկ է շատ խանգարում, եւ ֆունկցիոնալ է շատ խանգարում, եւ խանգարում է նրանում, որ այդ գաղափարը սեզոնային բացօթյա առևտուր անելու դա ժամանակավոր եւ
դրվող հավաքվող գաղափար է, իսկ այդ բոլոր պերգոլաները դրվում են հուրհավիցյան, սեզոնը ավարտվեց 1 իրանք մնում են, մաշվում են, ճղվում են, բաց են մնում, տեսքը խաթարում են, այսինքն ոնց որ տեղից են եկել։ Իսկ միգուցե այդ հավաքվող պերգոլաները նաև լինեն ոնց որ զոնտիկների բանը, որտեղ իրականում հավաքվողը նորմալ է, երբ որ ինքը հավաքվում է, բայց պատից։ Դե պատից, հա, իհարկե։ Դե մենք հենց այդ է, մենք խոսում ենք որ պատից լրիվ նորմալ է, բայց երբ որ դա դրվում է արդեն ոչ թե շենքի պատից, այլ բորձուրից ու հետո գալիս է, այսինքն եզրակացնեն, որ դա հավաքվի։ Այս բորձուրը ասում այնքան վստահ եմ, որ այդ շատ գրական հայերեն է, էլի, եզրակարից դրվում է ու ինքը օրինակ լիքը դեպքեր ենք այս վերջերս ունեցել, որտես փակված կաֆեներ, լքված տեղեր, իրանք դարերով այդ երկաթները տենց տարբեր, այդ հետո օրինակ եթե այդ հարցին անդրադարձանք նաև այս ծաղկամաններ, այսինքն կա խնդիր օրինակ մայթեզրից կամ փողոցից տարանջատել, դա ընդունում եմ, բայց շատ դեպքերում էդ էլ է շատ տարատեսակ ձևի ընդունվում ու իրագործվում։ Տեղեր էլ կա, դա արդեն լրիվ դառնում է այդպես հողազավթում առանձին այդպես կուպեներ են սարքում այդ ծաղկամաններով էլ, օրինակ հիմա ստանդարտներ անել, դե հիմա չէ ստանդարտը նայ, կա ծաղկաման, հիմա այդ վсё, ստանդարտը կա արդեն։ Իսկ դրա համար ես հիմա ասում եմ եկեք այդ ծաղկամանները հանենք, որ դեպքում որ այդ էսկիզը կհամապատասխանի, կա հիմա քաղաքապետին գեխորուրդ, որտեղ լավ ճարտարապետներ են, նույն ռեստորատորներ են, դիզայներներ են եւ այլն, որոնք շատ adekvat են իրականում։ Իրանք օրինակ նայեն, դիտարկեն, բայց մենք այսօր տեսնում ենք նույն մեծ հրապարակներում, ասենք, ունենք սրճարաններ, որոնք որ այդ ծաղկամաններով սենց բարիկադներ են, սա շատ դեպքերում մեկ խոսում ասում ժողովուրդ նույն իմ այդ մարքեթինգային բեքգրաունդից, էս դուք մաքսիմալ փագում եք ձեր հաճախորդներին գալ ձեր մոտ։ Ինչքան դուք բաց լինեք, ինչքան ազատ լինի, ինչքան մուտք ու ելքը, էդ էլի գալիս է բա փոխհավաքոն, այսինքն ամեն խնդիր բայց ոնց որ վերադառնանք այն քո նախնական ասացին, այո, շատ կարևոր է ունենալ կապ։ Ես կարամ նաև ասեմ, որ այդ առումով ոնց որ իմ հետ շատ հեշտ է, միգուցե ես էլ եմ հանդիսանում այդ կապը շատ դեպքերում քաղաքապետարանի հետ, որովհետև ես ինքս էլ բիզնեսից եմ, ինքս էլ տենց շփվում եմ ու իմ հետ հեշտ է կապ հաստատել։ Դե ինչի է կապը լավ, ես կարծում եմ, որ ռեստորանները քաղաքային մշակույթի մեջ մեծ դեր ունեն։ Ոնց ես մտածում։ Վերջի տարիների նրանց այս ոլորտի զարգանալը նաև քաղաքային մշակույթն է զարգացել եւ ավելի հետաքրքիր է դառել զբոսաշրջիկների համար։ Բայց օրինակ զբոսաշրջիկների համար էլ ինչ որ փառատոններ են տարբեր, կազմակերպում են փառատոններ, չգիտեմ, միջոցառումներ, բայց ես ինչքան գիտեմ, նաև այլ խնդիր կա, այդ բյուրոկրատական խնդիրները, որը որ չգիտեմ, ասենք փաստաթղթավորման հետ կապված, արագության հետ կապված, այդ դրա ուղղությամբ շուտ աշխատանքներ կատարում, որ ավելի հեշտ դառնա, չգիտեմ, թույլատվությունները, միգուցե ինչ որ բաները Կարեն ջան, իհարկե մի քիչ այդքան իմ կտորը չի դա, բայց ես ինչքան որ տեղեկացված եմ ու վերջերս տեսնում եմ, եթե մենք նայենք տարատեսակ գինու փառատոններ, քաղաքային տոներ ու միջոցառումներ, որտեղ էլի այդ ֆեստերը կիրառվում են, հիմնականում իրանք ինչ-որ վենդերներ ունեն, նույն գինու փառատոնը, որ այդ ամեն ինչը կազմակերպում անում է։ Հիմա նույն քաղաքն էլ է այդ լոգիկայով գնում։ Վերջի բոլոր այս միջոցառումները, օրինակ, պատվիրակում են հենց այդ կտորը այն մարդուն, որ շատ լուրջ փորձ ունի ու լիքը արել է, նույն գիտեմ այս Christmas market-ն է, էլի այդ նույն մարդը, որ անում է վայն ֆեստը կազմակերպում Էրեբունի Երևանին, այսինքն մարդ, ով շատ լուրջ փորձ ունի եւ կապեր ունի։ Ու կարծում եմ, օրինակ այս վերջերս, ասենք, այնտեղ չգիտեմ 20 քանի տաղավար էր թե ինչ, ասենք 50 քանի հոգի դիմել էր, որ մասնակցեր, այսինքն նաեւ այդ բանը հետաքրքրություն իշպես այն մի երկու տարի առաջ մենք էինք զանգում, ասում ժողովուրդ, եկեք հիմա ասենց ասեմ, հիմա այդեն զանգ, բամեր Լավ, մի քիչ խոսանք քաղաքային մշակույթի մասին, իհարկե, որը կապված է ռեստորանների հետ, այ հին ռեստորաններ կան, օրինակ Կազիրյոկը, չգիտեմ, Արագիլը, կամ տարատեսակ տենց ռեստորաններ կան, որով որ կազմել են Երևանի մշակույթի մի մաս,
օրինակ ոնց ես կարծում պետք է պահպանվեն նման մշակութային որպես արժեք կամ քաղաքային բան թե չէ պետքա թե չէ Նայ անտիր հարց էր սենց ասեմ ես ինտերվյուն գալուց չէի պատկերացնում այսքան հետաքրքիր լինելու Շատ եմ մտածել հարցը ապրես շատ լավն է այն միած սրանից առաջի հարցիդ պատասխանեմ այո ռեստորանային մշակույթը ֆանտաստիկ է Հայաստանում հատկապես Երևանում բայց դա էլ խնդիր հատկապես կենտրոնում նայ այդպես լավ են այս խոսակցությունն ու իհարկե ոչ միգուցե ոդկասթի ֆորմատում իհարկե ինչքան խնդիր կա ռեստորատորների մոտ պատկերացնի 10 այդքան կա քաղաքի մոտ մի 20 այդքան կա բնակիչների մոտ մի 30 այդքան կա չեմ ոստիկանության այսինքն կան անգլերեն լավ բառ կա հայերեն չգիտեմ stakeholder-ների մի հատ խումբ որը առնչվում է հիմա օրինակ այո ռեստորանները շատ լավ են իրանց կուլտուրան туриզմի մնացածի համար շատ լավ է բայց նորից վերադառնում ենք սրան այդ stakeholder-ները պարկինգը ով ոնց ուզում անում է այդ հատվածում առանց նայելու չգիտեմ այդտեղ երթևեկությունը խախտվեց չխախտվեց զեբրա փակվեց չփակվեց սայլակը անցավ չանցավ չենք հետա մարդը այնքան մայթը նեղացրեցինք միջև վերջի խազը որ տենց կես մարդ չի կարող անցնի այդ մայթով չգիտեմ երաշտությունը այնքան բարձր արեցինք վերևի հարևանը չկարացավ քնի միջև 8-րդ այսինքն այս ամեն ինչը շատ բարդ process է։ Դե ես հասկանում եմ որ բարդ է, բայց մի հատ էլի ես կասեն ես ինչքան անգլերեն բառեր է խոսում, չէ, նայ բարդությունը հիմա տես ես բաներ ասեցի, որոնք որ բարդությունը որոշողը որն ենք մենք։ Չէ, ուզում ասեմ հարցերը բարդ ձեր դաշտում է ու բարձա որ դուք եք մտածում ոնց է հարցերի պատասխանի բարդությունները լուծումները տակ դրա մասին է խոսքը։ Ես ավելի կողմ կլինեի որ մենք լինեինք այն հասարակությունը որտեղ բոլորը իրար չափով ու հավասար կերպով կրում են այդ պատասխանը։ Այո, եւ օգնում են միմյանց։ Հա, ես վերջերս Ճապոնիայի ու իմ համար ֆանտաստիկ բացահայտում էր այդ մարդկանց արժեքները, այտենց համամարտկային արժեքը, այդ այնա, որ չգիտեմ, հիմնական մասը դու պետքա քո կյանքը նվիրես ու քո բարձրագույն արժեքնա դիմացինին հարգելը այսինքն դու պետքա դիմացինին հարգես որը հասնում է էքստրեմների որը հասնում է աբսուրդն է ես ու կինս նստած ենք գնացքում տենց ազատ առանձին ծայրերին նստած ենք լրիվ հանգիստ պարկած մեր մարդ չկա նստած ուր ուզենք կնստենք հետո քնած ենք այդ գնացքի մեջ մեկ էլ մեզ այդ կոնդուկտորը կամ վարորդը գալիս է արթնացնում է ու տենց մի հատ աղջիկ որ իբր սա իրա տեղն է ու տես ես օփշոտ ասում է հա իրա տեղն է կարող ինքը գար զարթնացներ բայց իր համար այնքան էս ամեն ինչը աբսուրդ է որ ոնց կարաս դու քո տեղը չնստես էլի ինքը դաժե չի կարող գա քեզ անհանգստացնի ասի կլինի տեղս նստեմ ես բայց մենք էլ նենց չի իհարկե տենց աբսուրդը չի հասնում բայց մենք էլ տենց իրար չէ ցավոք սրտի չէ ցավոք սրտի ես քեզ ասեմ օրինակ դե իհարկե եմ որ ասում եմ ցանկացած գիտես շատ հարցերի շուրջ խոսացել ենք ընդհանուր հայտարարենք հասկացել ենք որ դա միանշանակ այո ձեզ ասածը քաղաքի այդ հեսա մի հատ ուրիշ կետով երևի կխոսենք բայց կարծում եմ այդ փոխադարձ հարգանքը մեզ այլանդակ պակասում է մեզ այլանդակ պակասում է ռեստորանը մի հատ երևի կկրկնվեմ քաղաքապետարանը ռեստորանը քաղաքապետարանին ռեստորանը բնակչին բնակիչը քաղաքապետ այս ցիկլում ոչ մեկին չի հարգում ու այդ շատ դեպքերում գիտես ինչն է վատ որ տենց 99%-ի կարծիքով դա միայն ինչ որ իշխանության համայնքային իշխանության դա իր խնդիրն է չէ եթե լսելի լինեն երկու կողմերն է կարծում եմ ես գիտես հետո դրան լավ են որ ասում չենք կարա էլի ունենք 3 միլիոն տուգանող 3 միլիոն հավաքարար ասենք մենք հիմա չգիտեմ էլի այսօր ես ոնց որ այս տարի ու կեսա բան այդ process-ի մեջ եմ ես ցնցված եմ էլի այն գործը որ արվում է ու ոնց է դա մատուցվում ու ընկալվում այն տեղերը որտեղ մաքրվում է 3.5 ժամ հետո նույն զիբիլանոցն է նույն այս շաբաթօրյակները որ այդ գրինի հետ այսինքն էլի նույն վերադառնում ենք դրա գերագույն կետին դա հարգանքն է
մենք չենք հարգում իրար, չենք հարգում այն տարածքը, որտեղ շատ էս տրիվիալ բաներ են։ Տունն է, մեր քաղաքը մեր տունն է, ես կարծում եմ այդ ռակուրսով պետք է նայվի մարդը։ Հա, բայց այդ նայ ասեմ, sense բոլորում մենք աղբ թափենք, մենք այդ ասեմ, այդ աղբը հո երկնքից չի, կիլո տոննաներով աղբ է հավաքվում։ Ասենք Հրազդանի կիրճը նոր մաքրեցինք, մեզ վերջերս մաքրվան ենք, շաբաթօրյակ էինք անում Մատենադարանի կողքը, Մատենադարան, ասենք, որ տենց երևի մի 5-6, չէ՞, ամենակարևորագույն մշակութային օբյեկտներն են այս հանրապետության, ասենք դուք եթե պատկերացնեք այդ շրջակայքում այդ լանջերին ձիվաններ, չեմ ասում, զուտ կենցաղային ձիվան, բազմոց, մեքենայի անիվներ, տուալետներ, շին աղբ, ինչ ուզես, ու մնացած վատ բաներ էլ չեմ խոսում։ Ես ինչի հարցրեցի ու շարունակեմ հարցս, որ ոնց ես նայում մշակութային արժեք կարելի է դիտվել հին ռեստորանները, որոնք որ Երևանում նաև պատմություն են, նաև մշակութային ինչ-որ հիշողություն են, մշակութային մի մաս են, որովհետև իրականում որպես ռեստորատոր եմ ասում, կա խնդիր շատ մարդկանց մոտ, շատ ռեստորատորների մոտ, որ ինչ-որ ժամանակ հետո, չգիտեմ, գիտես, հիմնական մեր բիզնեսը կառուցվում է վարձակալության հիմունքների վրա։ Ու ասենք տարբեր պատճառներով կարող է, ասենք, ռեստորանը, որը որ իրանից արժեք ունի հենց հայկական մշակութային թեմայի մեջ, ու կարող է փակվի։ Օրինակ Ոստանը հունվարին փակում եմ, զուտ պայմանագիրս վերջացել է, վարձակալը ինքը որոշել է ուրիշ բան անի, ես ինչի Ոստանը ասացի, որտեղ Ոստանը ինքը իրանով, իր բակը, իր բանը, ես ի սկզբանե այդ արել էի, որպեսի ստանայի զբոսաշրջիկների համար երևանյան տիպիկ բակ, որը որ այդ բալկոնները սա կառուցվել է, ասեմ, կասեն, այս սաղ սարքած էր, հիմա ունեմ ընկեր Ռուսաստանից պարտնյոր, որը որ մի քանի անգամ եկել է Հայաստան ու ես իրան տարել եմ տարբեր ռեստորաններ ու Ոստան ու երեք ես իրան գրում եմ մի հատ կհիշացնես ուր էր ինձ տանում հիմնական տենց գրում եմ շերը բան էս են Ոստանը կեսամ Ոստան точно спасибо դար այսինքն այդ մի անգամ էլ տպավորվել է իր այդ շենքը եւ այլն բակը բայց հիմա վերադառնանք հարցի բիզնեսը մյուս կողմից էլ մենք բոլորս բիզնես դե հա սից ենք չեմ կարող ասեմ բիզնեսմեն եմ բայց բիզնեսից ենք եւ այդ կուլտուրան հարգում ենք եւ գիտակցում ենք իր դրական եւ բացասական կողմերը ինքը շատ դեպքերում ոնց որ բիզնեսն է թելադրում իր տարբեր պարամետրերով մնացածը ոնց է գնում առաջ հիմա թե վարձակալը ի վերջո ոնց որ իհարկե դա չենք կարա միջամտենք նույնը իմ անձնական կարծիքից սկսեմ ես խելագարվում եմ ցանկացած այդ հին բանն ու եթե ինչ որ մշակութային ինչ որ մի քիչ հետևում եք օրինակ ես հիմա այս Թումանյան Նալբանդյանի երկու հատ շենք կա որ հետ ենք լրիվ բերում իրա տենց նախնական այդ Բունյացյանի նախագծած ու սարքած վիճակին այդ սպիտակ ու տենց հերթով այդ սաղ իրա էկոսիստեման չգիտեմ հիմա օրինակ այդ քո ասացի հետ կապված կա Արգիշտի այդ ռեստորանի Մաշտոցի պողոտայի վրա այդ զնակերը հին մնացած սովետական Արգիշտ Արգիշտի ոնց էր եթե չեմ սխալվում քանի անգամ ես մեր այդ active citizen-ով գալիս սավրես կեղտոտ հին ժեշտը պոկեք բան ես դες մի երկու անգամ հարցում արեցի իսկական լիքը մարդ ասեց հանենք բայց մեծամասնությունը ասեց պահեք հիմա շատ ժան որպես արժեք է դառը երկու կողմից ինքը կա այդ զնակերը ու вообще հին ցուցանակները բան շատ հավեսներ ու ես ուզում եմ իրանց հիմա օրինակ մտածում ենք ինչ որ ձև իրանց մի հատ ռուս տղեկի հետ խոսացինք ինչ որ տենց վերանորոգման այդ բավականին թանկ է ստացվում իրան ոչ թե տենց զուտ բռնել դնել այսինքն արխիվներից հանել գտնել ճիշտ ինչ որ ձևի վերանորոգել հիմա մյուս տարի կփորձենք դրանք օրինակ վերանորոգել ոչ թե հանել բայց այն հարցին որ ինձ ասում են օրինակ կազիրոկը սենց մյուսը դե հիմա դա բիզնես է մենք ի վերջո որևիցե ազդեցություն
Գիտես ցանկալի է, շատ ցանկալի է, բայց նայ, այդ ավելի մարքեթինգային թեմա է, այդ արդեն մարքեթինգային թեմա է, այն առումով, որ մենք շատ լավ գիտենք, որ այսօր բոլոր այդ ռետրո ու հին պահպանված վիճակները շատ լավ աշխատում են, օրինակ հիմա լիքը 90-ական 2000-ականներին այս ֆասադները տենց տարատեսակ էլի վերադառնում ենք այն չհարգելուն, մի հատ էլ ասեմ, բայց այդ որ չենք հարգում ոչ միայն մեզ, մեր շենքը, մեր պատմությունը, մեր ճարտարապետությունը, օրինակ բռնում ենք, չգիտեմ, Մաշտոց պողոտայի վրա այդ սիրուն, տուֆը, բան, սրբատաշ, եսին բռնում են ինչ մետլախով փակում են։ Տրավերտինը հələ ոչինչ, չէ, էլի ոչ մի բան։ Մետլախով փագում ենք, լավ, այս վերջերս 3-4 դեպք ունեցանք, որ այդ նույն պատը բռնում են, ներկում են, ինչ որ սև գույնի, սեռի գույնի, մոխրագույն, կարմիր, կանա, հիմա գնում ենք ստիպում ենք մաքրում են, վերջերս մենք ենք մաքրում, բայց ուզում եմ ասեմ, հիմա կա այդ տենդենսը, օրինակ այսօր, եթե տեսած լինեք, Սարյանի վրա կա մի հատ խանութ կար, Էգոիստ, այդ կանաչ, հիմա օրինակ իրանք տենց դիմել են, մաքրում են, հանել են, այսինքն շատ ասեմ, այդ ինձ ահավոր ուրախացնում է, բայց դա նաև գալիս է մարքեթինգային կտորից, որ օրինակ ես նույն կազիրո կլինեի, ես կսարքեի իրան տենց շատ ռետրո, իսկական կազիրոկ, այդ ծոցերով, այդ նույն սև կոֆեյով, այսինքն այդ լրիվ, որտեվ հիմա ինքը տենց ինչ-որ մի հատ տեղա, որտեղ օրինակ ինքը տենց շատ մրցակիցներ ունի, էլի, բայց իրա, այսպես ասած, վայրը, վիճակը, պատմությունը իրան լիքը, ոնց ասում եմ, ֆորա է տալիս, էլի, թե ինչ աներ։ Լավ, դե ուրեմն արի մի հատ ուրիշ օրինակ բերեմ, որը որ կարծում եմ այն թեզին, որ դու ասում ես դա բիզնես է, մենք չենք կարող խառնվենք, բայց արի ես օրինակ բերեմ, որ տարբեր երկրներում շատ հարցեր կա, որը որ բիզնեսի առումով քաղաքապետարանը խառնվում է։ Այսինքն, օրինակ, Ամերիկայում, Գերմանիայում դու չես կարող մի փողոցի վրա անընդհատ ռեստորան բացես, կա սահմանափակ ռեստորաններ, որը վերահսկում է քաղաքապետարանը, դա մեկ։ Երկրորդը չի թույլատրվում նույն ռեստորանից այս, չգիտեմ, շարավիղի մեջ բացվի երկրորդը։ Օրինակ, ասենք, իտալական կամ ֆրանսիական, չգիտեմ, ինչ որ նմանատիպ բաները։ Այ օրինակ, Երևանում չկա տենց կարգավորում, որովհետև ես կարծում եմ, որ դա խնդիր է եւ բիզնեսի առումով է խնդիր ու այսօր ես որպես ռեստորատոր տեսնում եմ, որ Երևանում ռեստորանների մանավանդ կենտրոնում ավելի շատ են, քան թե որ պետք է։ Իսկ ռեստորանի ներդրումը եւ բիզնեսը շատ բարդ բիզնես է եւ ներդրումը բավականին մեծ է։ Այ ոնց ես նայում այդ հարցին, կարող է լինի տենց բան կամ կա պլաններում ընդհանրապես այս նախագիծ, որը այդ փորձը, դրսի փորձը օգտագործվի Երևանում նաև։ Տես, շատ լավ հարց է, էլի, ու շատ անհրաժեշտ մեզ ու մեր քաղաքին, բայց կարծում եմ, որ մենք պետքա դեռ էլի բոլորով աճենք ու հասնենք դրան, ոչ միայն քաղաքապետարանը, ոչ միայն այդ վերահսկող կտորը, այլ նաև նույն բիզնեսը, նույն մարդիկ դրան կան հասնեն, բայց միանշանակ այո, պետքա ու ինձ թվում է դեռ չգիտեմ, որ տենց բան քննարկվում է, բայց օրինակ նույն ոնց որ չէր քննարկվում այս գովազդի չափորոշիչները, որոնք որ էլի շատ վատ, շատ դժվար, շատ ծանր, շատ տենց բանով չէ, մենք շատ լավ քայլերով ենք գնում առաջ, իրականում ասեմ քեզ, բայց այ դիմացի կողմը շատ ծանր է ընդունում դա կամ ընդունում էր։ Հիմա կարծում եմ ոնց որ էլ մենք այդ խնդիրը չունենք, հա։ Դե միշտ փոփոխությունը միշտ է մարդկանց համար։ Բայց մենք չենք ֆիքսում երբեք դա, բայց այս վերջերս չգիտեմ, նենց օրինակ չգիտեմ, այս վերջերս բացի այդ գովազդից, ասենք Տերյան Նալբանդյան Սայատնովա խաչմերուկում Արչին բանկ կար,
իրանցի դեպ շատ շնորհակալություն իրանք օրինակ այդ գովազդի չափորոշիչներին համապատասխանելու համար այդ ալիկա բոնդով հատվածը հանեցին ոչ միայն գովազդը այլև ամբողջ այդ կոնստրուկցիան ու պարզվեց որ այդ շենքի տա այդ կոնստրուկցիայի տակ տենց մի հատ շատ սիրուն բալկոն է թաքնված որը իրանք էլ չգիտեն հա չգիտեմ գիտեին թե չէ բայց այդ բացվեց հիմա շատ կոկիկ սիրուն այդ լրիվ շենքը լվացին այդ մի հատ ուրիշ բնակիչ էլ կպավ մենք էլ ինչ որ միացանք տենց լուսավորեցինք հիմա ասեմ ֆանտաստիկ տեղ է դառել նույն էս վերջերս Թումանյան Զաքյան Ամիրյան խաչմերուկում շաուրմայանոց կար էլի այդ սաղ ֆասադը բացեցին ու պարզվեց էլի տենց շատ սիրուն բալկոնա տակը թաքնված այսինքն այդ էլի շատ աղմուկ է, հա, տեսողական աղմուկից ենք մենք խոսում, մենք ես շատ եմ այդ գովազդային տարատեսակ կրիչներ, կոնստրուկցիաներ, նավեսներ չգիտեմ մեր տրուբեկ ես շատ լարեր իրականում շատ փոփոխություն մարդկանց համար իհարկե շատ դեպքերում ընդունելի չի բայց հետո որ լինում են անում են նույն այդ ծխախոտի թեման նույն այդ գովազդներին հետո հասկանում ես որ չէ всё-таки լավ է ես օրինակ ներսը հիմա որ հիշում եմ որ ներսը ծխում էին ու դու նստած ես իմ համար դա մի քիչ տենց բան է էլի ինչ որ վայրենի վիճակ է դրա համար երևի թե պետքա հետս հետը անել ու բերել ավելի ցիվիլ վիճակին ոնց որ պետքա հերթով հիմա օրինակ արդեն այս գովազդին սովորեցինք սեզոնային էս այսինքն բոլոր այս չափորոշիչներին ոնց որ մանր սովորում ենք հիմա դրան էլ դե այնտեղ խնդիրներ կա բայց այո մեր ասոցիացիան սերտորեն աշխատում է քաղաքապետարանի հետ կարծում եմ որ կարևորը լսելի ենք մենք էլ ձեզ ենք լսում ու ամենակարևորը որ երկու կողմը իրար լսում են հիմա մտածում եմ որ վերջնական արդյունքում կլինեն այն ռեզուլտատները որ հա բոլորիս կբավարարի որտեվ այդ ամեն ինչը եւ քաղաքապետարանի կողմից պետքա մոտիվացված լինի եւ մեր կողմից մոտիվացված լինենք որտեվ իրականում բոլորս էլ էս քաղաքում ենք ապրում ու ուզում ենք որ քաղաքին լավ լինի բայց ոնց որ բալանսի մեջ լինի որպեսզի համ մենք ինչ որ հարցերում շատ չտուժենք ու անիմաստ չտուժենք դրա մասն է խոսքը եւ քաղաքապետարանը իր նախագծերը ճիշտ կազմակերպի 2026 թվականին ինչ կա տենց գախնի բաներ կա, ինչ սուրպրիզների սպասենք, նոր օրենքների, սահմանափակումների, ռեստորանների մասով։ Կարծում եմ, տենց շատ արտառոց օրենքներ չեն լինելու, հիմա քննարկվում է այս սեզոնայինի այդ չափորոշիչները, որը որ տեղյակ եք, այդ ընդունվելու, տենց ուրիշ արտառոց բան ես տեղյակ չեմ։ Լավ, հանգիստ լինի։ Հա, հանգիստ քնեք։ Շնորհակալություն Պետրոս ջան, լավ զրույցի համար հետաքրքիր։ Մի րոպե։ Մեծ կարևոր բանի մասին չխոսացինք ի վերջո այս հաղորդման շրջանակներում, ոնց էր կոչվում գործարար։ Չէ։ Խորովածի բամբասանք։ Բամբասանքի խորոված, միշտ կառը։ Բա ուրա խորովածը։ Դե հենա բամբասում ենք, խորովում ենք էլ իրար այդ բամբասանք։ Չէ, եթե վերադառնանք իր ֆորմալ անվանը, կարծում եմ, որ մի հատ կարևոր բան բաց թողեցինք, այդ գործարար եւ այդ մասնավոր սեկտոր ու համայնքային իշխանություն համագործակցությունն է, որը մենք հիմա քննարկում ենք։ Հա, չէ, հստակ դրանից մի հատ խոսանք։ Ես շատ կարևորում եմ դա, այդ էլի հա գլոբալ շատ անդրադարձանք, բայց հստակ այդ գիտեք ոնց այդ արտահայտությունը, որ այսքան հարկ ենք վճարում, այդ հարկը նայեք, մենք հիմա որ ասենք այսքան հարկ ենք վճարում, մենք եք ասենք, օրինակ չգիտեմ, բանում Դանիայում 48% է այդ հարկը։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ պետությունը կամ քաղաքը ապրում շնչում այդ հարկերի հաշվին ու այդ նորմալ process է։ Դա էլ պետք է չէ խելամիտ լինի։ Կոպիտ ասած, հիմա ես օրինակ չգիտեմ, խորովածը, ասենք, վաճառեմ 15000 դրամով կառնեն, էկոնոմիկայի մեջ էլ կա, չէ՞, կա։ Չէ, նա ես ուրիշ բան եմ։ Ես մի քիչ այն սոցիալական կորպորատիվ պատասխանատվության մասին եմ ուզում խոսամ, որը օրինակ մեր
երկրում բավականին եւ ակտիվ է եւ ոչ ակտիվ, որովհետեւ օրինակ հիմա մենք ունենք ֆանտաստիկ լավ համագործակցություններ, մի անգամ արդեն նշեցի, բայց արդեն շատ են այդ ընկերությունները այս տարի ու կեսվա ընթացքում, որոնց հետ մենք ոչ մի, այսինքն զուտ քաղաք մասնավոր համագործակցություն ա եղել, հա, այդտեղ օրինակ ոչ մի այդ մասնավորը չունի շատ տեսանելի, հեռանկարային անգամ չունի։ Ես կարծում եմ, որ այդ շատ կարևոր է, ես շատ ուզում եմ, որ մենք խորացնենք այդ հարաբերությունները մասնավոր սեկտորի հետ, էլի գալիս է դա այդ բացությունից, խոսալուց ու երկխոսություններից, ու կարծում եմ, որ այս քաղաքը այո, պետք է շատ սիրել, իր մասին հոգ տանել, ու տենց ով ինչով կարա մասնակցի այս քաղաքի բարելավմանը, մենք մեր մասով, մասնավորը իր մասով, բնակիչներ իրանց մասով, այսինքն էլի այդ նույն stakeholder-ները, եթե հավասարապես ներգրավեն քաղաքի խնդիրներին, ու այս պայն քաղաքից խոսանք, քաղաքի խնդիրներին, ես կարծում եմ մենք շատ գիժական լավ քաղաք ունենանք, որից բոլորը կշահեն։ Դե ես կարող եմ մեր ռեստորատորների ասոցիացիայի կողմից ասեմ, իմ գործընկերների կողմից ասեմ, եթե դեմ չեն, մենք պատրաստ ենք միշտ համագործակցել, որովհետև ռեստորանները իրանք են առաջնային տեսքի առումով, հա, առաջնային դիրք են գրավում քաղաքում, այսինքն իրանք մշակույթ են փոխում, տեսք են փոխում, բացի ամեն ինչից, որտեվ իրանք երևացող են առաջնային փողոցներում, առաջնային թաղամասերում ռեստորանը ինքը իր տեսքն ունի եւ իր էներգիան ունի։ Եվ այս վերջերս գիտես, որ մենք ստորագրել ենք քաղաքապետարանի հետ մեմորանդում, այսինքն համաձայնագիր, այո, իրար հետ փոխադարձ աշխատանքի համար եւ գիտեմ, որ աշխատանքները նորմալ գնում են եւ համագործակցում, որովհետեւ իրականում ռեստորատորներից բացի նաեւ որպես երևանցի ես մեծ ցանկություն ունեմ ոչ միայն ինպաստ բիզնեսի, այլ ինպաստ ավելի շատ քաղաքի, որպեսզի քաղաքը սիրուն լինի, որտեղ մենք այս քաղաքում ապրում ենք եւ բոլորին հորդորում եմ, որ մեր տունը, որտեղ մեր քաղաքը մեր տունն է, տենց եմ համարում, պահենք մաքուր։ Ես չեմ պատկերացնում ոնց կարելի է, այդ դու բարձրացրեցիր այդ հարցը, ոնց կարելի է աղտոտել տունը ու հանգիստ քնել, դա իմ համար շատ օտար է ու իմ համար երևանցին չպիտի տենց կերպար լինի։ Շնորհակալություն։ Այմա վերջացրեցինք։ Քեզ շատ մերսի, շատ հետաքրքիր էր ու շնորհակալություն։ բովանդակալից։ Մերսի։ Դե լավ։